Մայիսի 25-ին ժամը 12-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ, Բաղրամյան համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունը բնակիչներին խնդրել է չանհանգստանալ։ Մայրաթոռում ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամ 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում է ստացել։ Կաթողիկոս Գարեգին II ձեռնադրել է Եղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանին, Մասացյոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տանյանյա Վարդապետ Ծատուրյանին և Մայրաթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանին։ Արարողության ընթացքում նրանք եպիսկոպոսական հանդերձանք են հագել։ Ախրքալակ կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին, գրել է Փաշինյանը։ Գրառմանն է անդրադարձել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչ։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց։ Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում, սոցցանցում գրել է նա։ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այս տարվա հուլիսին խումբը համերգ է ունենալու Երևանում։ Թանկյանը նշել է, որ թեմայի շուրջ շփոթմունք կա, թեև հուլիսին համերգ ունենալու պլաններ եղել են, սակայն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով որոշվել է այն հետաձգել։ Նոր ժամկետների մասին կհայտարարվի, երբ ամեն ինչ հստակ լինի, գրել է նա։ Համերգի անցկացման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր քարոզարշավի ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ հուլիսին համերգ կազմակերպելու տարբերակն իրոք երկուստեք քննարկվել է, սակայն որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում դրա իրականացումը հենց հուլիսին։ Այդուհանդերձ համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցվեն դրա անցկացման նոր ժամկետները, գրել է նա։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Կրակը տարածվել է մոտ 200 քառակուսի մետր տարածքում, այրվել են վառելիքաքսուկային նյութեր։ Հրդեհը մարվել է կեսգիշերն անց, տուժածներ չկան։ Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հզոր հարված է հասցրել Ուկրաինային, հիմնականում թիրախավորելով մայրաքաղաք Կիևն ու հարակից շրջանները։ Шановні українці, сьогодні відночі Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղորդմամբ ռուսական կողմն արձակել է տարբեր տեսակի 90 հրթիռ, որի մեծ մասը բալիստիկ և շուրջ 600 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով կան զոհեր և առնվազն 83 մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հարվածներն իրականացվել են Օրեշնիկ, Իսկանդեր, Կինժալ և Ցիրկոն հրթիռներով։ Միայն Կիևի ուղղությամբ ընդամենը 10 րոպեում արձակվել է մոտ 15 բալիստիկ հրթիռ, իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում որոտացել է մոտ 20 պայթյուն։ Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Թեև ռուսական կողմի հիմնական թիրախը եղել է ավիացիոն և հակատանկային հրթիռներ արտադրող Արտյոմ ռազմական գործարանը, հարվածները հասել են նաև քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում վնասվել և հրդեհվել է առևտրի կենտրոն, շուկա, բնակելի տներ ու դպրոցներ։ Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը, կոտրվել են պատուհանների ապակիները։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արևմտյան գործընկերներին ընդունել վճռական որոշումներ, որոնք թույլ կտան Մոսկվային ստիպել խաղաղության, ակնարկելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է միայն ուժի լեզուն։ Ստարոբելսկում ավարտվել են որոնողական աշխատանքները, քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Հարակացարանի և քոլեջի փլատակներից դուրս են բերվել բոլոր մարմինները։ Վերջին տվյալով տուժել է 42 մարդ։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Պասեչնիկը հանրապետությունում երկօրյա սուգ է հայտարարել։ 19 երկրից ավելի քան 50 օտարերկրյա լրագրող ուղևորվել է Ստարոբելսկի հարձակման վայր, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սպիտակ տան մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել, մի տղամարդ պայուսակից զենք է հանել եւ 3 անգամ կրակել շենքի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները պատասխան կրակով նրա մահացու վիրավորել են։ Կրակոցներ արձակողը 21-ամյա Նասիր Բեսն է։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել եւ իրեն Քրիստոս է համարել։ Ավելի վաղ նա արդեն ձերբակալվել էր սպառնալիքների եւ ապօրինի ներթափանցման համար։ Կրակոցների պահին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տան շենքում, սակայն նա եւ կառույցի աշխատակիցները չեն տուժել։ Փոխհրաձգության հետևանքով թեթև վնասվածք է ստացել մեկ անցորդ, ում տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը եւ ազգային գվարդիան Սպիտակ տան հարակից թաղամասերն ամբողջությամբ շրջափակել են։ Տարածքում հսկողությունն ուժեղացվել է եւ ընթանում է քննություն, հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները բարձելու համար։ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը հիմնականում պատրաստ է եւ համաձայնեցված, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։ Ըստ նրա, ներկայումս քննարկվում է փաստաթղթի վերջնական կետերը, որոնց մասին կհայտարարվի մոտ ժամանակներում։ Իսկ համաձայնագրի կարևորագույն պայմաններից մեկը լինելու է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Թրամփը նաեւ հայտնել է, որ առանձին եւ շատ հաջող հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս մեծ խաղաղության փաստաթղթի մշակման աշխատանքներին ԱՄՆ-ից ու Իրանից բացի ակտիվորեն մասնակցել են տարածաշրջանի մի շարք այլ երկրների ղեկավարներ, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Եգիպտոսի նախագահները, Հորդանանի եւ Բահրեյնի թագավորները, Կատարի վարչապետը եւ Պակիստանի Ֆլեդ մարշալը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր եւ կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, հայտնել է Աքսիոսը հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարի գանձման եւ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում առկա ականները, նավերի անարգել անցումն ապահովելու համար։ Համաձայնագիրը նաեւ նախատեսել է հրադադարի 60-օրյա երկարաձգում, սակայն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ, մինչեւ Իրանի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։ Վաշինգտոնը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը եւ որոշ պատժամիջոցներ, ինչը թույլ կտա Թեհրանին ազատորեն վաճառել նավթ։ Ըստ աղբյուրի ամերիկացիները նաև պատրաստ են քննարկել Իրանից առեցված ակտիվների հարցը վերջնական համաձայնագրի կնքումից հետո 60 օրվա ընթացքում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ավելի ուշ հակամարտության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է լինելու։ Չինաստանի հարավ-արևմուտքում տեղացած առատ անձրևների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 17-ը, հայտնել է Սինհուա գործակալությունը։ Շրջանում տեղումների քանակը հասել է ռեկորդային՝ մոտ 297 մմ-ի։